Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստվածօրհներ Մինե ջան, անգամ եւս հերավոր գաբով գողջունենք ձեզ եւ ձեր բոլոր ունգընտիրները։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Տեր Արմեն, նախ անդրադառնանք նախորդային Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածին, կխնդրեմ ձեր գնահատականը նաև այդ իմաստով, որովհետև հիմնականում փորձ է արվում արդարացնել բռնությունը կարծես թե եւ մեղադրանքները ուղղվում են վարչապետին, որ վարչապետը լավ հասկանալով, որ կարող են այնտեղ նաև ընդդիմադիր հայացքով մարդիկ լինել, պատարագի ժամանակ գնաց հանդգնել է, այսպես ասած, գնալ եկեղեցի եւ իրենց բառերով ասած էլի սադրել եւ ստանալ նման իրավիճակ։ Հիմա հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ եւ արդյոք նորմալ է կամ ինչու է փորձ արվում նորմալիզացնել բռնությունը։ Այո, խորքի մեջ շատ ցավալի իրադարձություններ, այսինքն այդ ցավալի այն իմաստով, որ այսօր մենք ապրելով ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավար մի երկրում մեջ, որ վայելում ենք այդ ժողովրդավարությունը եւ դա հավանաբար շատերին դուր չի գալիս, անովհանդերձ մենք տեսնում ենք, որ հակառակ որ երկիրը գնում է դեպի ժողովրդավարություն, դեպի ազատություն, բայց տեսնում ենք, որ մեր եկեղեցական համագարկը դակավին քարացած է եւ չի ուզում շարժել այդ բռնադիրական, այդ սովետական իշխանությունեն եկած այդ համագարկեն։ Եվ անիկան կշարունակի գործել միևնույն ձևով եւ միևնույն ոճով։ Հիմա ես միշտ ասել եմ, որ մեզ համար հբարտություն է որպես քրիստոնյաներ, որպես հայեր, երբ որ մենք տեսնում ենք, որ երկրի ղեկավարը որոշել է եկեղեցի երթալ եւ գիրագիներ շարունակ, ամիսներ շարունակ ինքը սկսած է հաջախել եկեղեցի։ Ի տարբերություն այս վերջին անգամին ինքը միայն մի ժամ առաջ հայտարարեց, այսինքն ուզեց ասել, որ ես այլևս հայտարարելու էլ կարիք չունեմ, որովհետև ես որպես երկրի վարչապետ որևէ մեկ եկեղեցի ուզենամ գժամանեմ, որովհետև ես հայ առաքելական եկեղեցու զավակն եմ եւ այդ եկեղեցիները ինչպես բոլորի առջեւ, նաեւ իմ առջեւ բաց պիտի լինեն։ Եվ սա ինչ որ ճիշտն է։ Բայց արիև դες, որ վրիպեցավ վարչապետի աչքերն, կամ չեմ ուզում ասել վրիպեցավ, ես վստահ եմ, առավել եւս վստահ, որ վարչապետը ինքը գիտեր, որ Սուրբ Աննա եկեղեցի քնալով ինքը ինչ թիմավորություն պիտի ունենա այնտեղ եւ ինչպիսի իրավիճակ պիտի ստեղծվի։ Այսինքն նկատի ունեք քաղաքականացված էր եկեղեցին կամ մթնոլորտը։ Այո, հենց դա եմ ուզում ասել, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ մասնավորապես Սուրբ Աննա եկեղեցին եւ իր հրապարակը միշտ եղած է քաղաքականացված եւ քաղաքական բոլոր ուժերին ինքը եւ Գրիգոր Լուսավորիչ Մար եկեղեցին ծառայում են տարբեր քաղաքական հայացք ունեցող ընդդիմադիր կոչված կուսակցություններին որպես մեկնագետ եւ մենք դա տեսանք Բակրատ Կարստանյանի օրով նաեւ ինքը այնտեղից մեկնարկեց եւ այնտեղ ժողովներ ուներ եւ այլն։ Հիմա ես չեմ կարծում, որ վրիպեց վարչապետի աչքից, ես ուղղակի ուզում եմ վերլուծել, ինչու այս անգամ վարչապետը միայն մի ժամ առաջ հայտարարեց եւ գնաց, որովհետեւ ինքը վստահ էր, թե այնտեղ ինչ դիմավորություն պիտի ունենա եւ ինքը չամաչեց այդ գայլը առնելուց։ Օրինակի համար, եթե ես որպես մարդ, եթե ուզենամ մի տեղ գնալ, որտեղ լավ պիտի չդիմավորեն, ես օրինակի համար չեմ գնա։ Եվ դա սխալ է, բայց այս բարակային եւ որ երկրի վարչապետն ես, ուրեմն դու ամբողջ հայրենիքի դարածքները քո դրամատրության տակ են եւ դու որևէ մի բան կարող ես գնալ եւ այցելել եւ ինքը մեկնարկելով այդ հանգամանքից ինքը լավ գնաց։ Հիմա չգիտեմ ինքը ինչ կանով դեղեկացված էր թե ինչ է կատարվելու, որովհետեւ փորձը, այսի փորձառությունը, որ մենք ունեցանք վերջին շրջանին, հայտնվեց, որ եկեղեցին, այսինքն պետք չի այլևս այդ մասին խոսենք, որ եկեղեցին իշխանության դեմ է, վարչապետի դեմ է, կառավարության դեմ է, այսինքն սրա մասին բանանել են, զրուցելն էլ ավելորդ է, որտեղ դա հաստատացավ։ Հիմա գնաց այնտեղ ինչ տեղի ունեցավ։
Նախ ամոթալի էր, որ բادرակիչ քահանայից սկսած, նախ գնահատելի է, որ վարչապետը գնաց եւ տեսավ ճանապարհները փակ են, խորներամ ժողովուրդ կա, ճանապարհ չկա անցնելու, ինքը շատ հանգիստ դուրս մնաց եւ տեսանք, որ երբ որ անցրևը սկսեց, դե ուղղակի իր համար դեղը բողովեցին, այնտեղ քմպետի դակ, որպեսի անցրևից պաշտպանվի, բայց ինքը ոնց որ իրենք ասում են, որ այնտեղ սատրեց, ճանապարհ բացեց, հրեց, հրմշտկեց ժողովուրդը, որպեսի ճանապարհ բացի, անպայման ինքը մտնի, ոչ մենք դա չտեսանք։ Մարդը շատ ազնվորեն կանգնած էր, սպասում էր, մինչև որ բادرակիչ քահանան էլ դուրս եկավ եւ խաչը համբուրել տվավ օրհնեց բոլորին, եւ որ վարչապետին մոտեցավ, այնտեղ եթե նայեք այդ քահանայի երեսին, ոնց որ վարչապետը իր աղերը սպանած լիներ։ Այսինքն տեսնում եք այս տշնամությունը եւ ադելությունը, որ սերմանվում է մեր ժողովրդի մեջ, դա չի եկել absurdից, դա եկել է ուղղակի հոգևորականներից, որովհետև հոգևորականները դա սերմանեն են ժողովրդի մեջ։ Հիմա ես խոսքս ուղղելով այդ բادرակիչ քահանային, որ իջավ դուրսը մենք դա գոչում ենք որ գալիս է ժողովրդին օրհնումը, դա ներկայացնում է Քրիստոսի աշխարհ գալոցը։ Այսինքն այդ րոպեին քահանան այլևս ինքը չէ, քահանան այդ բادرակից կեստով խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսը եւ ինքը պիտի իջնի աշխարհ գալոցի ժամանակ այդ խորհրդանշերով, որպեսզի ինքը առնե ժողովրդի աղոթքները, ցանկությունները, իղձերը եւ հետը տանի խորան։ Այ Տեր հայր, ես քեզ Տեր հայրը չեմ ուզում ասել այլևս։ Այս մարդկանց գարելի չէ ոչ Տեր, ոչ հայր, ոչ հոգևորական գոչելու, գոչվելու էլ իրավունք չունեն։ Այսինքն դու ներկայացնելով Քրիստոսը այդ ադելությամբ լեցված, երբևիցե մենք Քրիստոսին չենք տեսել, որ ինքը այսպես ադելությամբ լեցված լիներ փարիսեցիների, տբիրների, գեղձավորների, ընդհակառակը ասում էր, որ ես եկել եմ ժողովրդի մեջ գորած ոչխարը ման լավ այ Տեր հայր, այ հոգևորականներ, համարեցեք, որ մեր վարչապետը ընդուրեք նրան թեկուզ որպես մոլորյալ, լավ դուք մոլորյալ ձեր զավակին այսպես պիտի վերաբերվեք։ Եթե երկրի վարչապետին այսպես վերաբերում եք, հավաբար ժողովրդի հետ դուք ոնց պիտի վերաբերեք, այ անխիղճներ։ Եվ դա է պատճառը, որ այսօր մեր ժողովրդի մտքերը, ուղեղները մտակնած են, այս մարդիկ այսպես են դաստիարակել այս ժողովուրդը, որ ով որ մեզ հետ չի, մեզ դեմ է։ Եվ այդ սկզբունքով են կառավարում ամբողջ եկեղեցին եւ կառավարում են ժողովուրդը։ Տեսեք, մենք մի քանի օրինակ ունեցանք հենց վարչապետի այցելությունից Սուրբ Աննա։ Մեկ գին գար այնտեղ քորում էր, ասում էր, որ դու եկել ես ինձ բղձես, դու եկել ես բղձես մեր եկեղեցին, եւ այդ միևնույն գինը, այդ միևնույն ադելությամբ եւ թույնով լեցված գնաց եւ հաղորդություն ստացավ այդ դվյալ քահանայից։ Այսինքն մեր ժողովուրդը, ինչպես որ ասում է Մարգարեն, մերավ դգիտությունից, մենք հոգևոր դգիտության մութի խավարի մեջ ենք ապրում։ Վարչապետը փորձում է մեր աչքերը բացել, փորձում է ճշմարտությունները հայտնել, որպեսզի մարդիկ իմանան, տեսեք այս մարդկանց, որոնց հետևը դուք գալել եք տասնյակ տարիներ շարունակ, այս մարդիկ միայն ձեզ մոլորացրին, այս մարդիկ ձեր մեջից խլեցին ձեր հոգին, ձեր ազնվությունը, ձեր բարոյականությունը եւ իրենք հայտնվեցին բանդերում։ Եվ անով հանդերձ մեր ժողովուրդը դակավին չի ուզում փոխվել։ Ես չգիտեմ, կարծեք թե մենք չուր ենք ծեծում, բայց պետք չէ մոռանալ, որ 30 տարվա իրենց քանթածը կարելի չէ մեկ օրում կամ մեկ տարում կամ մեկ տարում նույնիսկ դա վերականգնել, շատ ցավալի է։ Իսկ երկրորդ ասում են գրած վարչապետը սատրեց։ Ինչը սատրեց։ Վարչապետը ամենայն ազնվությամբ, խոնարհությամբ ներս մտավ, նույնիսկ այդ երիտասարդ եւ որ հանդգնեց ցերկ բարձրացնել վարչապետին, ուրեմն ինքը ուղղակի բոլորին ժողովրդին ասեց սուս մնացեք, բادرակի ընթացքին կարելի չէ ցեն հանել։ Նույնիսկ դա արեց։ Դե ասում են, որ ինչի բռնեց դարան։ Երեքես հարցազրույցներից մեկի մեջ ասեցի, որ քիչ արեցին որ դարան։ Ես հույսով եմ, որ նույնիսկ այնտեղ որ դարան մի քանի ապտակ էլ դվեցին, որպեսզի դաստիարակվի,
որովհետև ըստ երևույթին այդ երիտասարդին ոչ իր ծնողքն է դաստիարակել, ոչ էլ առավել եւս եկեղեցին է դաստիարակել, որ դու պիտի հարգես քո իշխանավորներին, դու պիտի հարգես քո վարչապետին, քո նախագահին, ով որ է այդ օրը։ Եվ դա սուտ գրքի պատվիրան է, ասում է հնազանդեցեք ձեր իշխանավորներին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց եկած չլինի։ Եվ այս խոսքերը Արաքյալը ասեց, եւ որ ներումն էր մորթում եւ սպանում քրիստոնյաներին։ Լավ, մենք այսօր մեզ ով է մորթում սպանում։ Մեր հավատագից եղբայրն է, մեր վարչապետն է, որը ընդունում է Տեր Հիսուս Քրիստոսը որպես բրգիչ, որը ընդունում է հայ արաքելական եկեղեցու բոլոր կանոնները, բոլոր ուխտերը առավել քան ցես այ ամբիդաններ։ Այսպես պիտի նապերվեք երկրի վարչապետին հետ, մենք արժանի չենք այս վարչապետին։ Գիտեք, երեք մի հետաքրքրական բան եղավ, ինչ-որ մեկի հետ էի խոսում, ասեց, որ Սուրիայի մասին խոսելով, ասեց, որ պետք չէր փոխեին Բաշար Ասադը կամ Հաֆեզ Ասադը։ Պետք է փոխել ժողովուրդը, պետք է ժողովուրդը ընդեղից հանել ուրիշ ժողովուրդ բերել։ Մենք հասել ենք այդ աստիճանի, որ մեր ժողովուրդը չի գնահատում ազնվությունը, չի գնահատում իր շահերը պաշտպանողը։ Այն ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունը փառքավաճում ունեցավ իր շատ նեղ միջոցներով, նեղ կարողություններով, մենք վերջին 30 տարիներին մենք դա չենք ունեցել, եւ դա շոշափելի է։ Եվ խոսքը ոչ թե միայն ժողովրդավարության մասին է, այլ խոսքը նաև այդ շինությունների մասին, որոնք տեղի ունենում Հայաստանի մեջ, ճանապարհները, դպրոցները, չգիտեմ ինչերը, ինչ եք ուզում, ինչ է, դուք սրան արժանի չեք, դուք արժանի եք միայն այնպիսիներին, որոնք ձեր շահերն են ման գալիս, որոնք ձեզ դիպլոմատիկ պասպորտներ են տալիս, որոնք ձեզ մեքենաներ, վարորդներ եւ չգիտեմ ինչ ոստիկան ուղեկիցներով են ձեզ ման տալիս։ Դուք այսպիսի կառավարության արժանի եք։ Դուք արժանի չեք մի կառավարության, որ գարկ ու կանոն տնի եւ ձեզ էլ գարկ ու կանոնի դակ ուրեմն քայլեցնի։ Տեր Արմեն, իսկ նորմալ էր, որ սարկավագները հետո ոստիկանների հետ մտել էին այսպես բախումների կամ քաշքշուկների մեջ։ Երմինե ջան, հետ էի ասում, այդ խոսքը, եթե մենք խոսում ենք կանաների մասին, առավել եւս դա նույն դաստիարակությունն է, որ ունեն այդ սարկավագները եւ մի զարմացեք։ Այդ սարկավագներից մեկը, որ դուրս է լավ գրի պատրտոց էր անում, քաշքշում էր, այդ սարկավագը շաբաթավերջին հարսանյաց սրահների տամադա է, իսկ կիրակի օրերը գալիս պատար, ինչ ես սպասում, ինչ եք սպասում։ Այսինքն այս մարդիկը այդ օրվա դոնակատարության սրբությունը մոռացած, բղձելով այդ դոնակատարությունը եւ բادرակի սրբությունը, թողեցին իրենց խորանը, թողեցին իրենց ծառայությունը եւ եկան դուրս գրիվ անելու։ Ամոթ չի սա։ Սա դաստիարակություն է, Հերմինե ջան, սա երկար ժամանակների դաստիարակություն է, որ մեզ հասցրել է այստեղ։ Երբևիցե ես չի լսել մի տամադա կա սարկավագ լինի, այդ չի լինի։ Իսկ այդ դժգոհությունները, որ կան, որ հիմնականում ուղղված են վարչապետին, այն ինչ պետք է աներ, նախորոք պետք է ասեր, որ այս ժամին այստեղ պիտի լինեմ այս եկեղեցում եւ պիտի նաեւ հոգար, որ բոլոր հոգեվորականները, նաեւ բոլոր ներկաները պիտի պարտադիր լինեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կամ չգիտեմ, իրենց հարող ինչ-որ մարդիկ, այսինքն ինչու է հիմնական մեղադրանքները ուղղվում վարչապետի ուղղությամբ եւ իրավապահ համակարգին են նաեւ մեղադրում, որ տեսեք ոստիկանները եկան, ձերբակալեցին, մի կողմից հայտարարում որ ամենաթողությունը եւ իրավապահ համակարգը բավարար չափով չի արձագանքում, մյուս կողմից ասում են, տեսեք, եկան ձերբակալեցին։ Ինչ պիտի աներ իրավապահ համակարգը նաեւ։ Այսինքն մարդիկ, որ այստեղ հարցը ոչ թե Նիկոլ Փաշինյանի վրա ձեռք բարձրացնելն է, այլ ինստիտուտի մասին է խոսքը, մարդիկ, որ փորձ են անում հարվածել վարչապետին, պիտի անպատիժ մնան։ Իմանայեցեք, ես ձեր հարցին պատասխանելով, ես ուզում եմ մեր ունեցիները մի քիչ հետ գնան եւ տեսնեն նախորդ նախագահների ժամանակ ինչ էր կատարվում։ Նախորդ նախագահները եւ որ քալիս էին եկեղեցի, ելնի տա Սուրբ Աննա կամ ուրիշ եկեղեցի, այնտեղի քահանաները եւ սպասավորները իրանց արչեւ խոնարհվելով մնում էր միայն իրենց կոշիկները սրբեն այդ նախագահների։ Հասկանում եք,
Ուրեմն խնդիրը նախագահի մեջ է, խնդիրը վարչապետի մեջ պետք է մանքան։ Այսինքն անձով է պայմանավորված։ Այո, որովհետև մեր ժողովուրդը արժանի է նախորդ նախագահների, պես նախագահների, որոնք իրենց արհամարհում են, իրենց իրավունքները ոտնահարում են, իրենց ստրկացնում են։ Մեր ժողովուրդը այսպիսիների պաստորեն արժանի է։ Իսկ հետո, այսինքն վարչապետը ինչ պիտի աներ։ Մարդը վարչապետ է, երկրի վարչապետ է։ Ինչ էր առանցին էր փողոցը Հովանոցով, առանցին գնար, առանց տիկնաբաների գնար, կար եկեղեցի, որպես դուք հաջեիք, ավելի վատ պիտի անեիք։ Այդ տիկնաբահներու ներկայությամբ դուք եթե այդքան արեցիք, բայց եթե առանց տիկնաբահի մտներ, վարչապետը ողջ չէր դուրս գա Սուրբ Աննայից, գզովեր ընդեղ ու դուրս կար, որպես նահատակ։ Այսինքն, այս մարդիկ էլ չգիտեն ինչ են ուզում։ Հիմա երբ որ նախորդ պատարակներին մի շաբաթ առաջ հայտարարում էր, ոստիկանությունը գնում էր, այդ կոնտրոլներն էին լինում, չգիտեմ ինչ էր լինում, պատրաստում էին այդ ամեն ինչ, էլի խոսում էին, ասում են պատու եկեղեցի գնալու համար պետք է այդքան ոստիկանություն դանես եւ այլն։ Այս անգամ էլ ասեց լավ, ոստիկանություն չեմ դանում։ Ես միայն երկրի վարչապետի անվտանգության համար ես իմ տիկնաբահներու խո չեմ կարող ասել գնացեք, որովհետև վարչապետը ինքզինք չի ներկայացնում, որպեսզի անհոգ ու անդարբեր լինի իր առողջության կամ անվտանգության մասին։ Վարչապետը ներկայացնում է մեզ եւ մենք ենք պատասխանատու իր անվտանգության եւ մենք չենք ընդունելու որ իր անվտանգությունը վտանգվի մի քանի անբիդանների պատճառով, որոնք ինչ որ քաղաքացիական մեկ այլ դիրքորոշում ունեն։ Այնպես որ զինվորներով գնաց չբրձավ, միայն տիկնաբահներով գնաց չբրձավ եւ եթե հաջորդ անգամին վարչապետը թող փորձվի մի անգամ եւս գնալ Սուրբ Աննա առանց տիկնաբահի, եթե մենք նրանից հետո վարչապետ ունենանք, ես ոչ մի բան չգիտեմ։ Տեր Արմեն, նաև հայտարարություն տարածվեց Սուրբ Աննա եկեղեցու քահանայի կողմից, որը ներողություն էր խնդրում հատկապես հավատացյալ հոտից, որ եկել է եւ ներկա է գտնվել նման սադրանքի։ Ինչպես հասկանալ նաև այս հայտարարության ենթատեքստը բովանդակությունը։ Այսինքն դա անամոտություն է ուղղակի եւ ծայր աստիճանի անամոտություն է, որ ինքը ներողություն է խնդրում բոլորից, բացի երկրի վարչապետից։ Այսինքն Բարով վարչապետ, դու չես տեսնում ես մարդիկ քեզ չեն ուզում, քեզ չեն ընդունում այս մարդիկ։ Լավ, ինչի ես թույլ տալիս, ինչի ես գնում այնտեղ, բայց պաստորեն վարչապետը ուզում էր գնալ այնտեղ, որպեսզի մեզ ապացուցի անգամ ևս, որ տեսեք ձեր եկեղեցիները, մեր եկեղեցիները որտեղ են հասել։ Այսինքն, որտեղ որ փորփրում է վարչապետը, այնտեղ քարշահոտություն է գալիս։ Իրենք ասում են որտեղ որ գնում է վարչապետը այնտեղ սատրանք է ստեղծվում։ Ես ասում եմ չէ, որտեղ որ գնում է, այնտեղ վարչապետը ուզում է ապացուցել, տեսեք, ահա եւս մի դեր, որտեղ քարշահոտություն կա եւ որտեղ եկեղեցական իշխանությունը չի գործում, որտեղ ադելություն է սերմանվում, եկեղեցու դեմ կամ հայ առաքելական եկեղեցու հավատացյալների դեմ տերոր են անում, սպանում են։ Այսինքն հիմա այդ ժողովուրդը որ գար ընդեղ Սուրբ Աննայի մեջ, ինչ է դրանք բոլորը ինտիմատիրներն էին, այսինքն ընդեղ թեկուզ մի 10 հոգի կամ 10% չգար, որոնք սիրում էին վարչապետը կամ սադարում են ներկա իշխանությունը, դուք ինչու եք այդ մարդկանց իրավունքները ոտնահարում, իշա ձեր քաղաքական հայացքներին կամ ավելի ճիշտ է իշա ձեր ջեբերին եւ ձեր ջեբերը լեցնելու։ Գիտեք ինչ պետք էր աներ վարչապետը, գներես Հերմինե։ Պետք է օրինակի համար, եթե ինքը լիներ Սերժ Սարգսյանի նման կամ Ռոբերտ Քոչարյանի նման, այն եկեղեցին որ քնար, պիտի ասեր այս կահանան թույլատրված չէ, որ իրենք եկեղեցում լինեն իմ այցելության ժամանակ։ Պետք է սենց աներ, որովհետև իր նախնիները սենց արեցին։ Երբ որ ես Մաստրիխտի հոգևորական էի, Սերժ Սարգսյանը եկավ այցելությամբ Մաստրիխտ, քաղտնի բահեցին եւ բարդատրեցին եկեղեցական վարչության, տեսփանատան եւ
այլ մարմինների միջոցով, որ ձեր կահանային դեղյակ չբահեք եւ ինքը արգելված է այնտեղ լինի, ինչի որովհետեւ կահանան ինտիմատիր էր իրենց եւ մի քանի անգամ ցույցերի էր մասնակցել Հոլանդում Հայաստանի Հանրապետության տեսփանության առջև։ Արգելեցին եւ դեղյակ չբահեցին, 15-20 հոգով գնացին, մոմ վարեց եւ դուրս եկան։ Այս պետք է սենց աներ վարչապետը։ Դուք այսպես վարժված եք, որ ձեզ հետ այսպես վերաբերեն, որովհետև դուք անամոթ եք։ Տեր Արմեն, իսկ լուծումը տևական ժամանակ է մենք խոսում ենք նաև լուծումներից։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ եկեղեցու կամ որոշ եկեղեցականների այս խիստ քաղաքականացված պահվածքը ամեն դեպքում առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ շարունակվելու է, թե հանգուցալուծումը ինչ է կարծում, մինչ այդ կարող է տեղի ունենալ։ Ես տեսնում եմ, որ հանգուցալուծում չկա, որովհետև մենք սկզբում հույս ունեինք, որ գոնե մեր հոգևորականների 50%-ը արժանապատիվ է, եւ պիտի սկսանա մի օր, եւ պիտի իմանամ, որ այսպես կարելի չէ շարունակել, բայց ամեն անգամ վարչապետը մեզ ավելի հուսալքում է, եւ որ մենք տեսնում ենք, որ այդ դոգոսի իջավ 1%-ի, այն ինչ որ մենք այսօր ունենք մի քանի եպիսկոպոսներ, մի քանի արժանապատիվ քահանաներ, որոնք կանգնեցին արդարության կողքին։ Այսինքն պաստորեն մենք պետք չէ փոխենք կաթողիկոսը։ Գդրիչը պետք չէ փոխենք, գդրիչը փոխելով բան չի փոխվի։ Մենք պետք է փոխենք ամբողջ ինստիտուտը, արմատախիլ պետք է լինի։ Դե չէ այս դույնը շարունակվելու է ներարգվել հաջորդ սերունդների մեջ։ Եվ mä ասում եմ, լավ, եթե այս ինստիտուտը պիտի փոխվի, մենք այդքան հոգևորական ուտեղից բերենք։ Ավելի լավ է, որ մենք ունենանք 10 հոգևորական, որոնք նախանցախնդիր են իրենց ազգի ու իրենց եկեղեցու նկատմամբ, քան թե ունենանք 1000 հոգևորական, որոնք անբատվություն են եւ անարգություն են ամբողջ ազգին, որոնք սևացնում են մեր երեսները աշխարհով։ Այսին հանգուցալուծումը որն է, ես այլևս չգիտեմ, Էրմինե ջան, ինչ հանգուցալուծում։ Այս սրանց ոնց պիտի փոխենք։ Այս սրանք արմատացած են, արմատներ են դրել ների նման եկեղեցու մեջ։ Եվ գոչում են վարչապետը, ասում են, որ սատանայը, ասում են ները։ Լավ, եթե ենթադրենք դուք համարում եք, որ վարչապետը ներ է կամ սատանայ է։ Բա ինչի փորձվեցիք։ Դուք պետք չէ փորձվեիք։ Բարձ անհավատ մարդը կարող է ներից կամ սատանայից փորձվի եւ ընկնի փորձության մեջ։ Բա դուք ինչի փորձվեցիք։ Ինչի թույլ տվեցիք, որ փորձվեք եւ բղձեք օրվա խորհուրդը։ Բա եթե հարց տամ հիմա։ Բա եթե վարչապետը հանգարց ներ չլինի եւ Աստծո կողմից ուղարկված լինի, որբեսի այս եկեղեցին բարեկարգի։ Դուք ինչ արեցիք։ Դուք կանտեցիք, կոդրեցիք ամբողջ ճանապարհները ադելություն սերմանելով ամբողջ ժողովրդի մեջ, ամբողջ հայրենիքի մեջ։ Տեր Արմեն, վարչապետը նաև վերջերս Եվրոպական խորհրդարանում իր ելույթում անդրադարձ էր ունեցել հոգևորականներին, ասելով, որ որոշ հոգևորականներ KGB գործակալներ են, սրան էլի սուր արձագանքեցին որոշ քահանաներ, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը օրինակ հայտարարում է, որ եկեղեցին դարձել է իշխանության կոկորդի ոսկորը, որովհետև եկեղեցին է այսօր մտածում հայ ընտանիքի սրբության մասին, խոսում է բանակի զորացման, երկրի անվտանգության մասին, խոսում է գերիների վերադարձի մասին։ Արդյոք ազնիվ է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հատկապես գերիների մասով, որովհետև գիտեք, մեր տաղավարում էլ անգամ քաղաքական դերակատարները հայտարարել են, որ պատերազմից հետո այդ հարցով դիմել են Գարեգին Բեին, գերիների վերադարձի հարցով նկատի ունեմ, խնդրել են, որպեսզի իր կապերը օգտագործի նրանց վերադարձնելու համար կամ գոնե գործընթացին նպաստի, իսկ Գարեգին Բեի պատասխանը եղել է հետևյալը. ես այս իշխանության համար ոչինչ չեմ անի։ Հիմա ինչպես հասկանանք այս հայտարարությունները։ Մի քանի հարց տվեցի, ես փորձեմ արագ գրեցի ինչ որ բի ասեք։ Հիմա ես ձիծաղեցի եւ որ ասեցիք, որ ուրեմն եկեղեցին ոսկոր է դարձել կամ այո, եկեղեցին ոսկոր է դարձել իշխանության գողորտը, ուղղակի տեսնում եք, պատկերները ոնց են փոխում։ Իրանք չեն ուզում ասել, որ ներկա իշխանությունը մասնավորապես վարչապետը իր դիրքորոշումներով ուրեմն ինքն է դարձել ոսկոր նրանց գողորտը, որ չեն կարողանում դուլ տալ։ Իսկ երկրորդ ինչ որ վերապերում է Եվրոպական խորհրդի հայտարարությանը,
Այսինքն հիմա մեկ ասում են, «Բա ինչ եղավ»։ Բա ուրա ինչու հանգեց, այս շարժումը ինչու հանգեց, ինչու էլ վարչապետը չի խոսում։ Այսինքն վարչապետը ամիսներ շարունակ խոսեց Հայաստանի Հանրապետության մագարտակով եւ իր վերջին հայտարարությունը Եվրոպական խորհրդի մեջ դա ամենի մեծ ռումբն էր, որ դրակացրեց, ատոմական ռումբն էր, որ դրակացրեց։ Էլ նրանից հետո ինչ խոսի։ Վերջ, այլևս խոսելու կարիք չկա։ Այսինքն վարչապետը ամբողջ Եվրոպական խորհրդի այդ խորհրդականներուն արժև այս հայտարարությունները անելով ուզեց ասել, որ եթե մի օր լսեք, որ գաբել ենք շղթաներով եւ դարել ենք զնդանները գցել ենք, հանգարտ չմեղադրեք, որ մարդկային իրավունքները ուր են։ Այս մարդիկը տերոր են օգտագործում։ Այս մարդիկը պատերազմ են հրահրում։ Հիմա երբ որ խոսում են Ղարաբաղի մասին, ղարաբաղցիների իրավունքները պաշտպանելու, մինչև այսօր Էջմիածնի Կահագալը եւ իր բենդեն, մինչև այսօր համոզում են ղարաբաղցիներին, որ դուք վերադառնալու եք, հույսները մի գործրեք։ Այսինքն ինչ ասեմ, դուք ինչով պիտի վերադարձնեք նրանց։ Ինչով։ Ինչ հույսեր եք պայպայում։ Այսինքն պատերազմ պիտի անեք։ Ինչով պիտի պատերազմեք։ Պիտի պատերազմեք ձեր աղոթքներով, որ ամեն գիրագի աղոթում եք Հայաստանի Հանրապետության համար։ Եթե ձեր աղոթքները իրոք զորու լինեին, մենք Արցախը Ղարաբաղը չէինք կորցնի։ Պաստորեն դուք տասնյակ դարիներ սխալ եք աղոթել Հայաստանի Արցախի Հանրապետության համար եւ նրա համար մենք մեր Արցախը գործրեցինք, մեղավորը դուք եք։ Բա հիմա պիտի աղոթեք Արցախը վերադարձնելու համար։ Տեսանք ձեզ ծառի վրան էլ տեսանք, ծառի դակն էլ տեսանք։ Անօգուտ են ոչ ձեր աղոթները, ոչ ձեր խոսքերը, ոչ ձեր կարոզները, ոչ մեկ օգուտ պիտի չունենան։ Եվ եթե այսօր դուք առիթ օգտագործում եք, որ այս ընտրությունների ընթരാճ դուք ինչ որ մի ձեռքբերում ունենաք, դա էլ ցախողվեց, որովհետև դակավին 3 էր բռնեցին մի քանիներ այս ինտիմատիվ կուսակցություններից, որոնք ուրեմն գաշարկով փորձում են մարդկանց ցայները գնել եւ ընդրության գնալ գաշարկով։ Չեք հաջողվելու։ Այդ օրերը անցան, անվերադարձ եղան։ Եվ հայ ժողովրդի լուսավոր մի մասը ել ցես թույլ չի տալու, որ դուք նույն ծևերը գրգնեք եւ ընդրությունները գաշարկով գեղձել եւ դիրանալ աթորներին կամ իշխանության։ Տեր Արմեն, եւ վերջում, քանի որ դուք էլ դրա մասին խոսեցիք, տեսեք, որոշ քաղաքական ուժեր էլ հիմա շահարկում են նույն գերիների թեման, որ մենք կգանք եւ գերիներին կարողանանք Բաքվից բերել, որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես երկրորդ նախագահը էլի խոսում է Ղարաբաղ վերադարձի մասին։ Ինչու է սրան զուգահեռ նաեւ եկեղեցին փորձում հասարակությանը, այսպես ճակերտավոր ասած, ապացուցել, որ իր եւ իշխանության հակասությունները նրանում են, որ իրենք մտահոգ են գերիների մասին են խոսում, ղարաբաղցիների վերադարձի մասին են խոսում։ Իսկ գերիները մինչև հիմա ինչու չբերեցին։ Ինչ է սպասում էին վարչապետի օրհնությունը, որովհետեւ գնան գերիները բերեն։ Քիչ առաջ դուք ասեցիք մի քաղաքական ինչ էր անունը Բաբիկյանն էր, եթե սխալ չեմ։ Բաբաջանյանը, Արման Բաբաջանյանը։ Բաբաջանյանը ներողություն։ Գնացել է Գդրիչիկով, Գդրիչը ասել է այս բանի քերիների առնչությամբ, ասել է, որ ես այս իշխանության համար ոչ մի բան անողը չեմ։ Լավ, դու սա անում ես իշխանության համար, քերիներու համար, քերիներու վերադարձի ծեր միջնորդությունը իշխանության համար է, թե հայրենիքի համար է։ Ուրեմն պաստորեն դու առաջնորդվում ես քո շահերից այդքան բան եւ այդ բաները ինտիմատիվ կուսակցությունները լավ մեծ պլան ասեք դվեք մեծ ձեր պլանը դուք ոնց եք վերադարձնելու քերիները ոնց եք վերադարձնելու Արցախը մեզ մի հատ պլան դվեք որովհետեւ մենք էլ համոզվենք որ դուք կարողանալու եք անել պլան չունեք բան ուղղակի խոսում են օդի մեջ ինչ կան ուզում ես խոսալ absurd է Հերմինե ջան absurd է սրանց վրա հենվելը սրանց հույս դնելը սրանց խոսքերը լսելը absurd է եւ ես շատ պիտի զարմանամ եթե իմանամ որ դակավին կան հայորդիներ որոնք այս մարդկանց լսում են եւ հավատում են փորձը մեզ ցույց տվեց որ այս մարդիկը վերջին 20 տարիներին իրենք ցախողվեցին իրենց նախագահներով իրենց գատոյգոսով իրենց առաջնորդներով
ցախողվեցին եւ վերջ այս մարդիկը պատրաստ էին նույնիսկ այս հոգեվորական գոչվածները պատրաստ էին նույնիսկ մի քանի հայու գյուլել եւ այդ ծնողներին կնան մի քանի գոբեկ տան որովհետեւ իրենց բերանները պագեն ինչ եք սպասում չենք սպասում ճուրը ձեզում եք բայց ճուրը մնում է ճուր չի փոխվի Իսկ Գայգին բան ինչին է սպասում ամեն դեպքում Տեր Արմեն Իրա վերջին հույսն է որ մի գուցե գիտեք մի հատ ջոկ պատմեմ եւ այսպեսով ավարտենք սա գդրիջի մասին է ասում եմ որ մեկը գնացել է քեդի եզերքը ուրեմն հետը մի սատել մածուն արել եւ գնացել է կտալ առնում է այդ քեդի ջրի խառնում է մեկը եկել հարցրել է ինչ ես անում այդ մարդը ասել է որ փորձում եմ քեդը վերածել տանի այդ մարդն էլ ասել է խողգիշ չես Ես մի սատել մածունով դու ինչպես քեդը պիտի վերածես տանի դե ասեց բավոր բռնի Այն ժամանակ ես մեծահարուստ կլինեմ Հիմա գդրիչն է ուզում է որ ես քեդը վերածել տանի ուզում է որ հայրենիքը դարձնի իր բուստանը եւ դարձնի իր կամակորների ուրեմն գետրոն Շնորհակալ եմ Տեր Արմեն Շնորհակալություն ձեզ Հիշեցնեմ որ զրուցակիցս Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն էր կհանդիպենք